Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր։ Դահլիճում կանգնած էր 15-ամյա մի տղա, դողդոջուն, գլուխը կախ։ Նրան բռնել էին գողության ժամանակ, սակայն ոչ փող էր գողացել և ոչ էլ ոսկի, այլ մի բոքոն հաց և մի քիչ պանիր։ Դատավորը նայեց նրան և մեղմ հարցրեց. «Դուք իսկապես հաց ու պանիր եք գողացել»։ «Այո, պարոն», շշնջաց տղան։ «Ինչու»։ «Որովհետև դրանք ինձ պետք էին։ Դուք կարող էիք գնել»։ «Ես փող չունեի»։ «Այդ դեպքում դիմեիք ձեր ընտանիքին»։ «Իմ ընտանիքը մայրս է միայն, պարոն, նա էլ հիվանդ է և չի աշխատում, հացն ու պանիրը նրա համար էր»։ Դահլիճը ընկղմվեց հուզիչ լռության մեջ։ Դատավորը կրկին հարցրեց. «Չեք աշխատում»։ «Մեքենաներ եմ լվանում, պարոն»։ «Բայց հիմա արձակուրդի մեջ եմ, որովհետև պետք է մայրիկիս խնամեի»։ «Իսկ ինչ-որ մեկից օգնություն խնդրել եք»։ «Ես հենց առավոտից մուրում էի, բայց ոչ ոք չօգնեց»։ Դատավորը խորը հենվեց աթոռին, նրա աչքերը թրջվեցին, և մի փոքր դադարից հետո նա կարդաց դատավճիռը. «Հաց գողանալը իհարկե հանցանք է, բայց այսօր դատարանի այս դահլիճում բոլորս ենք պատասխանատու այս գողության համար, սկսած ինձնից։ Եթե երեխան ստիպված է սնունդ գողանալ իր հիվանդ մոր համար, ապա մենք, որպես հասարակություն, մեղքի մեջ ենք»։ Հետո, ի զարմանս բոլորի, դատավորը հայտարարեց. «Ես $10 տուգանք եմ սահմանում այստեղ յուրաքանչյուր ներկայի համար, այդ թվում նաև ինքս ինձ, մեր քաղաքում սովի գոյությունը թույլ տալու համար։ Ոչ ոք չի լքի այս դահլիճը, քանի դեռ չի վճարել»։ Նա գրպանից հանեց իր $10 և դրեց սեղանին, ապա շարունակեց. «Ես $1000 տուգանք եմ սահմանում խանութի սեփականատիրոջը, այն բանի համար, որ նա սոված երեխային ոստիկաններին է հանձնել, նրան կերակրելու փոխարեն։ Եթե այդ գումարը 24 ժամվա ընթացքում չվճարվի, դատարանը որոշում կկայացնի»։